Ողջույն, դուք դիտում եք Հայը հաղորդումը։ Ես Անին Զաքարյան, ձեր խոնարհ ծառան, համացանցում հայտնի հայուհի անունով, որը նշանակում է մի հայուհի։ Մինչև իմ հյուրին ներկայացնելը ձեզ պիտի խնդրեմ, հորդորեմ, կոչ անեմ, խորհուրդ տամ, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, որոնցից մեկը մյուսից լավն են, եւ պետք է թողնել ջերմ մեկնաբանություններ, ինչպես նաեւ կիսվել ու տարածել մեր հաղորդումներն ու հոլովակները։ Կանխավ շնորհակալ ենք։ Ինչպես նաեւ կարող եք աջակցել մեզ Patreon-ում կամ Boosty-ում, հղումները կգտնեք նկարագրություններում։ Շատ փոքրիկ գումարով կարող եք դառնալ մեր մեկենասը կամ հովանավորը։ Այժմ անդրադառնանք իմ հյուրին, Գայանե Մանուկյան, շատ գեղեցիկ, շատ հրաշալի մի անձնավորություն եմ այսօր ձեզ ներկայացնելու, Ազգային ցանց մեդիա մշակութային հիմնադրամի տնօրեն։ Ողջույն Գայանե ջան։ Ողջույն Անի ջան։ Ես պատրաստ եմ երկար հաճոյախոսել։ Հիշում եմ, որ առաջին անգամ մեր հանդիպան ժամանակ հենց առաջինը դա էլ արել եմ, երկար պատմում էի քո գեղեցկության մասին։ Ես դույով խոսեմ, որովհետև կարծում եմ մեր հարաբերությունը արդեն այնպես է ձևավորվել, որ այլևս կարիք չկա դուքով խոսելու եւ ձևանելու։ Ես կարծում եմ դա ավելի ճիշտ դիմելաց է։ Ընտիր։ Երբ ուսումնասիրում էի ձեր հարցազրույցները, քո հարցազրույցները, շատ հետաքրքիր բացահայտումներ եմ արել այդ ընթացքում, նախ այն, որ շատ սիրուն խոսում ես, հրաշալի ներկայացնում ես հային իր բոլոր շերտերով հանդերձ, եւ բացի դրանից ուզում եմ հասկանալ, թե ինչպես է այդքան մեծ աշխարհ, այդքան ուժեղ աշխարհ տեղավորվում, այդքան ուժեղ մարդ տեղավորվում այս փխրուն ու գեղեցիկ մարմնում։ Այս ինչքան հաճախոսեցիր Անի ջան, պատրաստ չէի լսել այսքան խաղաղ խոսքեր, ճիշտ որ ասեմ։ Ես էլ հիշեցի մեր առաջին զրույցը։ Մինչև պատասխանելը քո հարցին ուզում եմ ասել, որ մենք առաջին հերթին իրար ճանաչեցինք հայի մտածողությամբ, հետո նոր հայերեն խոսալով։ Սա շատ կարևոր է նշել, որովհետև ես այդ զրույցի ընթացքում, չնայած որ մենք կյանքում դեռ իրար չէինք տեսել, առաջինը հայի մտածողությամբ էի քեզ հետ շփվում եւ այդպես մենք ծանոթացանք եւ հետո նոր հայերենով։ Իսկ թե ինչպես է տեղավորվում, չգիտեմ, ինչքանով մեծ աշխարհ իմ ուսումնասիրությունների արդյունքն է դա։ Քո ուսումնասիրությունների արդյունքում իրականում շատերն են ինձ հարցնում լավ, վերջը ինչով ես դու զբաղվում։ Եվ ես դեռ չեմ գտել այդ հարցի պատասխանը, բայց ես գիտեմ, որ այն ամենը, ինչով որ ես զբաղվել եմ, զբաղվում եմ եւ զբաղվելու եմ, լինելու է հայի ինքնության հարատևմանը նպաստող ինչ որ գործունեություն, կլինի դա թե հագուստի դիզայնի ոլորտում, թե մեդիա դաշտում, թե մշակութային ծրագրերում, որոնց մեջ ես ինչ որ կերպ ներգրաված եմ, որովհետև դա համարում եմ առօրեական խնդիր եւ համարում եմ իմ անձնական խնդիրը եւ կարծում եմ, որ ես իմ բաժինը, իմ պարտքը պետք է վերադարձնեմ այն քաղաքակրթությանը, որտեղից ծնվել եմ։ Գայա, մենք որ խոսում էինք մեր վերջին զրույցի ժամանակ, երբ խոսում էինք հարցազրույցի մասին եւ փորձում էինք թեմաներ առաջ քաշել, հայի գոյաբանական անվտանգության մասին դու խոսեցիր, ուզում եմ հիմա ավելի մանրամասն բացատրես, ինչ ասել է հայի գոյաբանական անվտանգություն։ Գոյաբանություն ասելով ես ավելի շատ հասկանում եմ փիլիսոփայական այն եզրույթը, որը լատիներեն հնչում է որպես օնտոլոգիա, օյով օնտոլոգիա, եւ դա մարդու գիտակցումն է իր էության մասին, իր էության գոյության մասին այս աշխարհում եւ քանի դեռ այդ գիտակցումը չկա, ինքն իրեն պաշտպանել չի կարող։ Այսինքն ինքը չգիտի ինքը ով է։ Եւ այդ պատճառով էլ չգիտի ինքը ինչ է պաշտպանում։ Գոյաբանական անվտանգության թեմայով ես սկսել եմ զբաղվել 2020-ից հետո, որպես փիլիսոփայական ուղղություն, եւ ընկղմվել եմ այդ թեմայի մեջ եւ կարծում եմ, որ գոյաբանական անվտանգության մեխանիզմներ կարող են կիրառվել մեր կենցաղում գրեթե ամենուրեք։ Այնտեղ անգամ առևտուր անելիս օրինակ, դա ինչպես է արտահայտվում։ Վերադառնալով ուղղակի պատճառին ասեմ, հետո օրինակ կբերեմ, շատ հստակ օրինակ կբերեմ։ Պատճառն այն է, որ մենք այդքան խոսում ենք ինքնությունից եւ շատ անգամ գոյաբանություն բառն այնքան է շահարկվել, որ մարդիկ ասում են լավ, դե ինչ գոյաբանություն չկա նման խնդիր կամ եթե կա, այնքան ասեցիք, հոգնեցինք, բայց իրականում կա այդ խնդիրը, գոյաբանական խնդիրը եւ դա գալիս է հենց ինքնության հռչակման եւ մեր ինքներս մեզ չճանաչելու խնդրից։ Այսպես ասեմ, մեր հակառակորդները մեզնից ավելի լավ հայ են հիմա։
Այսինքն այն որակը, որը որ փորձում են որդեգրել այլոք, հենց այն որակն է, որով մենք տարբերվում ենք աշխարհից։ Դրանով իսկ այն հետաքրքիր է ուրիշներին։ Եվ եթե մենք չգտնենք այդ որակը, նորից չվերագտնենք այդ որակը, մենք ինքներս մեզ պաշտպանել չենք կարողանալու։ Եթե օրինակ բերեմ, օրինակ վերցնենք միջին վիճակագրական ինչ-որ ընտանիք սահմանամերձ ենթադրենք գյուղից, եթե այդ ընտանիքում չգիտեն ինչ է գորգը եւ ինչ իմաստ ունի այս զարդանախշը, եւ կամ չգիտեն թե ինչ է հայկական պարը եւ ինչու ենք մենք պարում հենց այդպիսի քոչարի եւ ինչ նշանակություն ունի այս կամ այն շարժումը, մենք չենք պահում ուղղակի այդ տարածքը։ Մենք իմանալով այդ ամենը պահում ենք ավելի լայն հայեցակարգ, քան պարզապես ինչ որ տարածք։ Մեր էությունը, մեր գոյաբանական էությունն ենք պաշտպանում այդ ժամանակ։ Հիմա քանի որ մենք սկսում ենք կորցնել դա, դրա պաշտպանության կարիք ես տեսնում եմ եւ իմ գործունեության մեջ պարզապես փորձում եմ դա կիրառել։ Մի քիչ ավելի խորանանք, մեր ժամանակներում ինչու է դա այդքան կարևոր։ Ինչու սրանից 10, 15, 20 տարի առաջ դա այդքան կարևոր դեր չի ունեցել եւ այդքան արտահայտված չի եղել, այնքան որքան հիմա է դա։ Մենք պիտի ընդունենք եւ հասկանանք, նախ ճանաչենք, որ մենք ապրում ենք 6-րդ շրջանի պատերազմների դարում, նոր տեսակի պատերազմների դարում եւ այդ պատերազմները այլևս կինետիկ չեն։ Դրանք հիբրիդային են։ Եվ իրենց դրսևորումները շատ ավելի են, քան պարզապես կինետիկ պատերազմը։ Ուղիղ կապ ունի մշակույթը, առաջին հերթին պատերազմները հիմա մշակութային են, հետո տեղեկատվական եւ հետո նոր միայն կինետիկ։ Եվ հենց այս դիտարկումից ելնելով շատ առօրյական է այս թեման, որովհետեւ մենք հենց հիբրիդային պատերազմների ժամանակում ենք ապրում այդ դարաշրջանում եւ պիտի պատրաստ լինենք այդ մարտահրավերներին եւ այստեղ շատ ուղիղ կապ ունի, ինչպես ենք մենք ճանաչում մեր մշակույթը, մեր ինքնությունը եւ ինչ ենք պաշտպանումը։ Մի շատ լավ մարդու օրինակ եմ ուզում բերել, ինչպես դա անելու մասով, էլի, որովհետեւ այս ամենը կարող է շատ պաթետիկ հնչել կամ ինչ որ գիտահետազոտական, բայց իրականում շատ կիրառական եւ կենցաղային է։ Մի շատ լավ կոմպոզիտոր կար, Գուստավ Մալեր, ավստրիական կոմպոզիտոր եւ դիրիժոր, ով որ 19-րդ դարի ավստրագերմանական ռոմանտիզմից դեպի մոդեռնիզմ տեղափոխվելու շրջանում գործունեություն էր ծավալում Ավստրիայում եւ չէր ստացվում իր մոտ եւ նա չուներ հետևորդների մեծ քանակ եւ միայն իր մահից հետո 50 տարի անց նա ճանաչվեց որպես հայտնի դիրիժոր եւ կոմպոզիտոր եւ նա մի շատ ֆանտաստիկ արտահայտություն ունի արած։ Նա ասել է, որ ավանդույթը կրակ է, որ պիտի փոխանցենք եւ ոչ թե մոխիր, որին երկրպագեք։ Եվ այդպես նա մոդեռնիզմը դարձրեց հայտնի, լինելով ավստրիացի կոմպոզիտոր։ Երևի ավելի շատ կենցաղի մեջ այդ կրակը փոխանցելու մասին է։ Բայց մենք ունենք այդ գիտակցությունը հիմա։ Ոչ, մենք գուցե ունենք ենթագիտակցական մակարդակում։ Եվ շատ անգամ նաև վարվում ենք այդպես, առանց հասկանալու, բայց երբ որ դա անում ենք հասկանալով, արդյունքը ավելի մեծ է լինում։ Մեր նախորդ զրույցներից մեկի ժամանակ դու մի այսպիսի արտահայտություն ես արել, նոր հայ։ Ուզում եմ ավելի մանրամասն բացատրես ինչ ասել է նոր հայ։ Ինչ է դա ենթադրում, ով ինչպես պիտի անցալի կամ ինչու հենց նոր հայ։ Չեմ հիշում երբ եմ նման բան ասել, բայց ենթադրում եմ ինչ եմ նկատի ունեցել։ Մի շատ հետաքրքիր բան կա հայկական քաղաքակրթության հետ կապված եւ առհասարակ բոլոր քաղաքակրթությունների հետ կապված, արագ վերականգնվելու ունակություն ունեն հին քաղաքակրթությունները։ Եվ բոլորը գրեթե եւ ոչ միայն հայկական քաղաքակրթության ներկայացուցիչները անցել են տարատեսակ ճգնաժամերի միջով եւ այդ շրջափուլը բոլորն անցել են եւ անցնում են մինչ օրս։ Մենք էլ բացառություն չենք եւ այն ես անվանում եմ սա ճգնաժամային խաչմերուկ ընդամենը եւ ոչինչ ավել կամ պակաս։ Բոլորը հաղթահարել են եւ վերականգնվել են Փյունիկի վերականգնողականություն ունեն հին քաղաքակրթությունները։ Դրանով իսկ վտանգավոր են նոր քաղաքակրթությունների համար։ Հիմա իմ պատկերացմամբ նոր հայն այն հայն է, ով այդ շրջափուլը փակել է եւ սկսել է գործել նորից։ Այսինքն մենք փակել ենք հին շրջափուլը։ Այո, շրջափուլը մի շատ լավ բառ կա, նուրն էին սովորացրել, մակաշորավիղել ենք։ Շրջափուլը փակել ենք եւ սկսել ենք գործել նորից։ Այսինքն նոր հայը գիտակցել այն կետը, որտեղ նա գտնվում է հիմա եւ չի մատնվել իրողությանը, այլ սկսել է շարժել առաջ,
գործել, արարել։ Բայց արմատներին ավելի մոտ լինելով, չէ՞, ըստ էության։ Այո, խոսքը չի գնում կտրվելու մասին։ Շրջափուլը երբ որ փակում ենք, մենք դուրս չենք գալիս շրջանից։ Դա է ուզում հասկանալ։ Ոչ, դուրս չենք գալիս շրջանից։ Պարզապես ճիշտ հակառակը, ավելի մտերմանալով, ավելի մոտենալով սեփական արմատներին։ Այո, արմատները կան եւ իրենք կինարար են։ Հայերի հասարակական պայմանագիր։ Դու մի էսպիսի արտահայտություն ունես։ Արի սա էլ բացենք, հասկանանք ինչ է դա իրենից ներկայացնում, ինչ պայմանագրի մասին է խոսքը։ Ես մոտավորապես ենթադրում եմ, Երևանից անընդհատ մտմտում է այդ մասին, բայց ուզում եմ դու բացատրես, որպեսզի ինձ էլ հասկանալի լինի եւ նաեւ մեր հեռուստադիտողին։ Ես երազում եմ դրա մասին։ Ես երազում եմ, որ մեր հասարակությունը եւ մեր քաղաքացիներն ունենան հասարակական պայմանագիր։ Ինչ նկատի ունեմ հասարակական պայմանագիր ասելով, դա այն պայմաններն են, որոնց շուրջ մենք մտովի ստորագրվում ենք, այն մասին, թե ինչ չենք անում այլևս միմյանց հանդեպ։ Հետաքրքիր է, ինչ չենք անում միմյանց հանդեպ։ Օրինակ, դու ինչ ենթատեքստ ես այդտեղ տեսնում, այսինքն կան օրինակ առաջին 3 կետերը, ինչ չպիտի անենք։ Խնդրում եմ։ Ես ունեմ իմ պատկերացումները, բայց սա հասարակական քննարկման հարց է ավելի շատ քան, բայց ես իմ մոտեցումներն ունեմ։ Մի շատ հետաքրքիր տեղից է գալիս իմ մոտեցումը, երբ որ մենք ուսումնասիրում ենք մատենադարանի որոշ մատենագրություններ, որոնք օտար աղբյուրներ են եւ ոչ հայկական, թե ինչ են մտածել միջնադարում հայերի մասին այլ ազգությունները, հետաքրքիր բաներ էին բացահայտվում, գիտնականներն ավելի հստակ կասեն, բայց ես հիշում եմ, որ կար նմանատիպ բան, որ ասում էին, որ հայը խոսքի մարդն է։ Եվ զարմանալի է, չէ՞ թվում հիմա, որ հայը համարվել է մարդ, ով իր խոսքի տերն է։ Եվ որքան ենք մենք հեռացել այդ իրողությունից եւ այդ պատկերացումից, առաջին կետը կլիներ այն, որ մենք իրար չենք մատնում, չենք խաբում միմյանց, այլևս։ Երկրորդ կետը երևի թե կլիներ այն, որ մի հայը մյուսին իրենից առաջ տեսնելու ցանկություն պետք է ունենա, առաջ մղելու։ Երրորդը երևի թե կլիներ այն, որ եւ մենք կլինեինք, ինձ թվում է, անպարտելի, եթե այդ երրորդ կետը պահեինք, եթե մենք առանց արդյունք ակնկալելու կարողանայինք միմյանց վստահել։ Կայ, բայց դա աշխարհի մասշտաբով էլ ախր անհնար է։ Կարծում ես կգա մի ժամանակահատված, որ այդպեսին դառնանք մեկս մյուսին բարձրապես վստահ։ Ոչ ոք չի արգելել ինձ երազել։ Ինչ հաճելի է։ Ես այդ իմաստով կիսում եմ քո բոլոր մտորումները եւ ցանկությունները եւ մասնավորապես երազանքները, բայց դրա հետ մեկտեղ ես միշտ վախենում եմ շատ երազանքներով ապրելուց։ Ես սիրում եմ, որ այդ ամենը միշտ վերեմ դեպի իրատեսական դաշտ, որպեսզի հետո ես հուսախաբ չլինեմ, հուսահատ չլինեմ, հուսահատություն չապրեմ, չզգամ։ Ես ունեմ դրա պատասխանը, բայց Բայց չես վախենում, որ այդպիսի հուսահատության ինչ-որ ես կարծում եմ, որ մենք միշտ սա իմ ընկերներից մեկի հետ հաճախ վիճում ենք, որ նպատակն ավելի կարևոր է, քան երազանքը։ Ես այդպես չեմ համարում։ Ես համարում եմ, որ նախ կարևոր է երազելը, որպեսզի այն կարողանանք մոդիֆիկացնել եւ փոխել նպատակի եւ չմնալ միայն երազելու դաշտում, որովհետեւ երբ որ ես խոսում եմ այն մասին, ինչ եմ ես երազում, ես հետո գնում եմ դա գործի եմ վերածում, այսինքն դա վերածվում է ինչ որ աշխատանքի, հանրային քննարկումների եւ այլն, ինչ որ խարտիա է մշակում եւ այլն, սրա շուրջ ազգային գաղափարախոսական քննարկումների եւ այլն, եւ դա ուղղակի դառնում է քո կյանքի մի մասը եւ ինչու՞ չէ, այդտեղից կարող է հետաքրքիր ինչ որ նախագիծ ծնվել նաեւ։ Հետո այսինքն երազելը ինձ համար շատ կարևոր է, ես ուզում եմ չդադարել երբեք այդ ունակությունը ունենալ։ Մենք այս խոհափիլիսոփայական հատվածը դեռ կշարունակենք, բայց քանի որ դու արդեն խոսեցիր նախագծերից, ես ուզում եմ ազգային ցանցի մասին խոսենք։ Ինչ է ազգային ցանցը։ Ազգային ցանցը մեդիա մշակութային հիմնադրամ է, որի առաքելությունը հենց հայոց պետականության եւ քաղաքագործության հարատևմանը նպաստող ռազմավարական հաղորդակցությունների հարթակ է։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք ռազմավարական հաղորդակցություն, նկատի ունենք մեդիայի տարատեսակ ձևաչափեր եւ մեր առաջին մեդիա նախագիծը, որով մեկնարկելու ենք շուտով, հենց այդ նպատակին է ծառայելու, Հայաստանը եւ հային տեղեկատվական դաշտում նորից դիրքավորելու այդ առաքելությունն ունենք եւ այդ թվում նաեւ 6-րդ դարաշրջանի հետ պատերազմներում դիմակայելու խնդիր ունենք։ Առաքելությունը հիմնադրամին նաև միջավայր փոխելն է, միջավայր փոխել նաև մտածողությամբ եւ վարքագծով, մեր հայերիս մասին է խոսքը, ինքն ունի եւ ներքին դաշտին ուղղված խնդիրներ լուծելու եւ արտաքին դաշտում շատ մարտահրավերներ ունենք լուծելու եւ
հիմնադրամը փորձելու է անել աննախադեպ տեսակի մի նախագիծ, որի մասին հուսով եմ շուտով բոլորը կիմանան եւ կաջակցեն անպայման, որովհետեւ սա հանրային հասարակական նախագիծ է, որն ունի մի շարք աջակիցներ եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ առաջին արդյունքներն ունենալուն պես մենք մեր աջակիցների բանակը կմեծացնենք, քանի որ շատ կարևոր գործով ենք զբաղված լինում։ Երբ ասում ես ազգային ցանց, կարծես արդեն հասկանում ես ինչի մասին է խոսքը, դու ավելի մանրամասն ներկայացրու, որ մարդիկ ավելի բարձ հասկանան ինչ է։ Դե մենք գիտենք, որ մենք ցանցային ազգություն ենք, հա, մենք չենք սահմանափակվում ֆիզիկական սահմաններով, մենք ամենուր ենք եւ դա ճիշտ է եւ նորմալ է։ Այսինքն մենք պետք է դա դիտարկենք որպես լավ բան եւ ոչ թե բացասական։ Պարզապես այդ ռեսուրսը երբևէ մոբիլիզացված չի եղել։ Եվ մենք մեդիայի միջոցով փորձելու ենք այդ ռեսուրսը դարձնել ավելի չափելի, հաշվելի եւ տեսանելի, որովհետեւ տեսնենք, թե ինչ կարող ենք փոխել աշխարհում եւ նաեւ ինչ կարող ենք տալ աշխարհին։ Մի շատ կարեւոր նաեւ մոտեցում կա, որ ազգային ցանցը նաեւ պիտի լինի այն հարթակը, որով մենք աշխարհին պիտի արժեք բերենք եւ ոչ թե պահանջենք աշխարհին, որ մեզ համար ինչ որ բան անի։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք մեր տեսակով նաև կիսվող տեսակ ենք, հա, եւ պահանջատեր լինելուց զատ պետք է լինենք նաև տվող տեսակ։ Երբ ասում ես աշխարհ, նկատի ունես ամբողջ աշխարհը, թե Սփյուռքին։ Նկատի ունեմ ամբողջ աշխարհը, քանի որ ազգային ցանցի նախագիծը, մեդիա նախագիծը միջազգային նախագիծ է։ Նկատի ունենք գլոբալ աշխարհը, որի հետ պիտի նորից սկսենք երկխոսել, հաղորդակցվել, մեր օրակարգը, մեր ձայնը դարձնել լսելի, տեսանելի, կրկին։ Եվ այո, գլոբալ աշխարհի հետ։ Ինչ է պակասում հային այսօր։ Լավ հարց է։ Շատ բան է պակասում այսօր։ Օրինակ։ Առաջնահերթությունների տեսանկյունից եթե ասեմ, առաջինը կասեի հավատը։ Հավատ, բայց հավատ հույս ավելի շատ իմաստով, հա, հուսալիություն։ Մի քիչ տարբեր իմաստներ ունեն այս երեք բառերը, բայց այդ երեք բառի երևի այսպես հավաքականը նկատի ունենամ, որովհետև հիասթափություն ու հուսահատությունը հաղթահարելու համար մեզ այդ փոխվստահության դաշտը պետք է ստեղծենք, միմյանց նորից հավատալու, վստահելու, որպեսզի կարողանանք ամուր կանգնել մեր ոտքերի վրա, ողնաշարժիկ, հայացք ուղիղ եւ կարծում եմ, որ առաջին հերթին դա է մեզ հիմա պակասը։ Վստահության պակասը, հույսի պակասը։ Ինչն է պատճառը, որ դա չքացել է, կոտրվել է կամ պակասել է մեզանում։ Մենք ոչինչ դրա համար չենք արել, մեզ հետ արել են դա։ Բայց այստեղ պիտի պատասխանատվությունը մենք կրենք։ Մենք չենք կրում պատասխանատվություն, մենք պարզապես պիտի դա գիտակցենք եւ փոխենք մեր մոտեցումը դրա վերաբերյալ։ Մենք չենք կրում պատասխանատվություն նրա համար, ինչ ազդեցությունների տակ ենք մենք գտնվում, որովհետեւ բավարար կրթված չենք, դիմակայուն չենք, պատրաստ չենք։ Ամեն մեկն իր ուժի չափով կարող է կրթվել, բայց սա նաեւ ավելի լայն մտածողություն է պահանջում, թե ինչ անել, օրինակ, որպեսզի մենք տեսնենք, որ մեզ վրա աշխատել են, որ այս հոդվածը պետք չի նայել, կամ այս հողումը բացելուց առաջ երկու անգամ մտածել, նոր բացել, հա, ոչ մեդիագրագիտություն եւ ոչ դիմակայությանը վերաբերող այլ տեսակի կրթություն, մենք մեր երիտասարդ տարիներին չենք ստացել։ Միայն դառը փորձից ելնելով փորձել ենք պրպտել, ուսումնասիրել, ինչ-որ բաներ հասկանալ, դաշտը ճանաչել, բայց մենք մեղավոր չենք դրանում։ Բայց մեղավոր կլինենք, եթե հիմա այդ դասը չքավենք։ Լավ։ Դու մասնագիտությամբ, առաջին մասնագիտությամբ լրագրող ես։ Այո։ Հետո սկսել ես գեղարարությամբ զբաղվել, այսինքն դիզայնով։ Ինչն է քեզ տարել, ընդ որում դու հայկական ուրարտական, հա, զարդանախշերի հետևից ես գնացել, սկսել ես փորփրել, պրպտել, դրանք անել իլույս։ Մի հատ հասկանանք ինչն է քեզ դրթել։ Ես այդ ժամանակ նոր էի բալիկիս ունեցել, իմ աղջկան, ու շատ հետաքրքիր կերպով ես ինքս էլ այդ ընթացքում վերադարձա մանկություն ու իմ մանկական երազանքների հետևից գնացի, լավ ինչ է ես ուզում դառնալ, մինչև լրագրող դառնալ։ Եվ ես հիշեցի, որ ես փոքր ժամանակ միշտ երազում էի դառնալ դիզայներ, հագուստի ձևավորող, եւ որոշեցի փորձել, բայց փորձել անել դա ոչ թե
պարզապես անելու համար, այլ փորձել դրա միջոցով հաղորդակցվել իմ լսարանի հետ, ասելիք ունեի, որով ուզում էի կիսվել, եւ այդ ասելիքը էլի հայկական ինքնության հետ էր կապված։ Համարում եմ, որ հագուստը ամենաճկուն հաղորդակցման միջոցներից մեկն է, եւ ամենաարագ հաղորդակցման միջոցներից մեկն է, քանի որ մենք ամեն օր կրում ենք այն, եւ ամեն օր մեզ տեսնում են այդ հագուստով եւ այն հաղորդագրությունը, որ մենք փոխանցում ենք դրա միջոցով, շատ արագ ընկալվում է։ Այո, եւ ուրարտական ծեպագրերը եւ ժայռապատկերներով հավաքածուն եւ առհասարակ հայկական ինքնության հետ կապված բոլոր հավաքածուները, որ ես երբևէ արել եմ, փորձել եմ դրանք մատուցել նորովի, ինչպես Գուստավ Մալերն էր ասում, այդ կրակը փոխանցելով եւ ոչ թե երկրպագելով մոխրին։ Չգիտեմ, կարծում եմ, որ դա մի բան էր ժամանակավոր չէր, բայց մի բան էր, որ ես պարտադիր հենց այդ իմ կյանքի փուլում պիտի անեի։ Եվ կարծում եմ, որ մարդիկ շատերը հավանում էին եւ սիրել են։ Հետո ինչու դադարեցիր։ Ժամանակավոր դադար եմ տվել հիմա, անպայման վերադառնալու ինքս ինձ խոստումով, որովհետև հիմա ազգային ցանցի նախագիծն ինձ համար առաջնահերթություն է եւ ես պիտի պատվով այն առաջ տանեմ եւ արդյունքները առաջին երբ որ պտուղները քաղեմ տեսնեմ, ասենց մի հատ խորը շունչ քաշեմ, գուցե այդ բիզնեսս վերականգնեմ, որովհետև դա ավելի շատ հոգու զբաղմունք էր, քան բուն բիզնես։ Իմ ներքին էգոն էր դրանով բավարարվում, որ ես այդ դաշտում ինչ որ բան եմ։ Հետաքրքիր է։ Բայց ինչու ուրարտական զարդանախշեր։ Այնտեղ դու նաև ներկայացնում ես, ես հարցազրույցներից մի քանիսը լսել եմ, դրանցից մեկում դու ներկայացնում ես ուրարտական թագուհի, թե Աստված, եւ շատ սիրուն կերպար է ինքն իրենից ներկայացնում, եւ քո հագուստն էլ այն ինչ դու ներկայացնում ես, կրկին կարծես ամբողջությամբ ընդգծվում է եւ վերարտադրում այդ պատկերը, այդ էությունը, այդ գոյությունը։ Բայց ինչու ուրարտական։ Ուրարտուն մեր ժառանգությունն է։ Մենք պետք է չմոռանանք, որ անգամ այդ ժառանգությունը հիմա մեզնից խլում են։ Եվ ամեն անգամ հավելել, անգամ հատկապես միջազգային բեմերում, ինչպիսին որ հենց այդ կերպարի բեմն էր, հա, միստիազերք մրցույթներ, որտեղ մեր գեղեցկուհի Նանեն ներկայացնում էր Հայաստանը, ինձ համար կարևոր էր, որ նա ներկայանա այս անգամ ոչ թե հայկական տարազով, այլ ուրարտական աստվածուհու կերպարով, որպեսզի մենք եւս մեկ անգամ մատնանշենք, որ դա մեր ժառանգությունն է, մենք այդ քաղաքակրթության գրողներն ու փոխանցողներն ենք, եւ այն ամենը ինչ գտնվում է Վանում, դա մեր ժառանգությունն է եւ ոչ թե ուրիշների։ Այդ տեսանկյունից ինձ համար կարևոր է հենց այդ մշակույթի հանրահռչակումը, որովհետեւ մենք շատ անգամ գիտենք, որ կա Երևանի թանգարան, գիտենք Ագիշտի արձանագրությունը եւ շատ ավելի բան չգիտենք դրա մասին։ Այնինչ ես երբ որ հարգարժան գիտնական Միքայել Բադալյանի հետ աշխատում էի, որպեսզի ինքս ուսումնասիրեմ սեպագրերը եւ բառեր ու բառակապակցություններ էի սովորում, ֆանտաստիկ արտահայտություններ, շատ հետաքրքիր, ոգեղեն բառեր, ես հասկացա, որ ուղղակի կանչում է, դու հասկանում ես, որ սա քեզ հետ ուղիղ կապ ունի։ Անհնար է դա չզգալը, երբ որ դու ընկղմվում ու խորանում ես այդ երևույթի մեջ։ Քոնն է։ Քանի որ արդեն խոսեցիր այդ ոգեղեն բառերի մասին, հայի խոսքին անդրադառնանք, հայավարին, հայի խոսքը, դա ինչ է, ինչ արժեք է քեզ համար։ Հայերենը բացի նրանից, որ իմ լեզուն է, եւ մեր լեզուն է, հայերենը ֆանտաստիկ լեզու է։ Իր էներգիայով, իր տեսակով, եւ չգիտես ինչու ես նաեւ հավատում եմ նրան, որ նարեկացին ուժեղ է ոչ միայն նրա համար, որ գրել է նարեկը, այլև նրա համար, որ նա գրել է այն հայերենով։ Իր ռիթմը, հայերենի ռիթմը, ձայնային ելևէջները, ռիթմիկան, էներգետիկան բուժիչ են առաջին հերթին, եւ ինձ համար դա ավելի շատ ինչ-որ համամարտկային արժեք է եւ ոչ թե պարզապես լեզու։ Հայերեն խոսքը հայի համար պիտի լինի ինչ-որ մի շատ վեհ, շատ կարևոր բան, որովհետեւ կարծում եմ, որ մեր գրերի գյուտը եղել է մեր ազգի ամենամեծ գյուտերից մեկը եւ ամենամեծ նախագծերից մեկը գոյաբան անվտանգության տեսանկյունից։ Դու շատ հրաշալի ես խոսում, ես անընդհատ չեմ ուզում դադարեցնել։ Հայավարի մասին խոսենք այդ։ Հայավարին ի՞նչն է ես ուզում լսել։ Հայավարի մեջ պաթոս չկա։ Հայավարին ես միշտ նյարդայնանում էի, որ բոլորը շուրջս ասում էին հայավարի խափեց, հայավարի գնաց, հայավարի ինչ որ վատ բան արեց։ Ինքս ինձ մեջ հարց էի տալիս, լավ, ինչու ենք մենք հայավարին անընդհատ ասոցացնում ինչ որ վատ բանի հետ։
Ինչու, որտեղից եկավ այդ մտածողությունը ու ես վստահ եմ, որ հայավարին պիտի լինի լավ ասոցիացիա։ #հայավարի։ #հայավարի խոսքը կատարեց։ #հայավարի օգնեց։ #հայավարի ասածն արեց, հա, այսինքն փոխենք մի հատ, գուցե փոխելով բառը փոխվի նաև վարքագիծը։ Մի հատ էլ այդպես փորձենք։ Անտիր, շատ լավն է գաղափարախոսությունը։ Արարող հայի մասին էլ խոսենք ու անցնենք մեր արագ հարցերին։ Ով է արարող հայը։ Ինչպիսին պիտի լինի, ինչ արարելու մասին է խոսքը։ Միթե այսօր չի արարում այդ հայը։ Հայը միշտ է արարում։ Մեր շուրջը այսօր բոլորս արարում ենք։ Հայը չի կարող չարարել։ Արարող հայը ինչպիսին է, հա, ինչպիսին է արարող հայը։ Չկա որակավորում ինձ թվում է այդ տեսակի, որը ես կարող եի բերել եւ նկարագրել այդ տեսակին։ Ինձ թվում է դա բոլոր այն մարդիկ են եւ առհասարակ հայը ինձ թվում է շատ վիճակ է, քան ազգություն։ Եվ արարող հայը առավել եւս վիճակ է, երբ որ դու ստեղծելով մի բան եւ արժեք բերելով այս կյանք, փոխում ես միջավայրը քո շուրջը։ Երևի դա։ Անցնենք մեր արագ հարցերին։ Շատ ամփոփ պատասխանում ենք, առաջ ենք Փորձել։ Ով է հայն իր էությամբ։ Հողից կարճած երազող։ Գժություն։ Հայի իրական ուժի գաղտնիքը ո՞րն է։ Արարելու ունակություն, վերականգնվելու եւ արարելու ունակությունը։ Ո՞րն է ազգային մտածողության առանձնահատկությունը։ Համառությունը։ Ես համաձայն եմ։ Հայկականությունը շարունակական պահելու գաղտնիքը ո՞րն է։ Ցանկությունը։ Շատ բարձ ու շատ սիրուն։ 3 հատկանիշ, որ յուրաքանչյուր հայ պարտադիր պիտի ունենա։ Խոսքի տերը լինել։ Հուսալի լինել։ Արժեք ստեղծել։ Ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում սրանից 20-25 տարի հետո, որ մեզ շատ մոտ է իրականում։ Շատ մոտ է իրականում։ Աչքներս թարթեցինք այդ 20 տարին անցած։ Իրոք։ Եվ եթե 20 տարի առաջ ես հարցի ինձ տային, ես միգուցե այլ պատասխան կտայի, իսկ հիմա կտամ այլ պատասխան։ Քանի որ այդ ժամանակ արդեն իմ աղջիկը կլինի հասուն երիտասարդ հայուհի, Տղան էլ հայ ես է։ կուզեմ, որ ինքը ապրի դիմակայուն պետության մեջ, որտեղ ինքը կգիտակցի եւ կհասկանա պետության արժեքը, որտեղ որ մենք կունենանք փոխվստահության դաշտ եւ դիմակայուն ասելով ես նկատի ունեմ դիմակայունության բոլոր տեսակները՝ հոգեբանական, մշակութային, ռազմական, տնտեսական, այսինքն ոզնուպես։ Անտիր, շնորհակալ եմ շատ։ Շատ հաճելի էր։ Ես չմոռանամ գիրքը նվիրել։ Ցանկաց չմոռանաս, սպասում եմ։ Իմ հայի բառարանը սրա մեջ այնքան սեր կա, այնքան զորություն, այնքան ուժ, այնքան էներգիա, տարի ու կես աշխատել ենք գրքի վրա եւ ես ամեն անգամ, երբ սկսում եմ աշխատել, երբ նստում եմ աշխատելու, ես ուղղակի ցնծության ոգով եմ արել ամեն տառը գրելիս, ամեն բառը գրելիս։ Այնպես որ թող այն դառնա քո սեղանի գիրքը։ Սիրո անպայման Ձեր տան հացը, հայի բառարան հացի հացի գույն ունի։ Հենց այդպես էլ ստեղծվել է, միշտ ասում եմ ուտելու գիրք է, ժողովուրդը։ Անպայման կմակագրես։ Շատ հաճելի, անպայման։ Սիրո։ Շատ հաճելի էր, ես իհարկե կուզեի դեռ էլի շատ հարցեր տալ, կիսատ մնաց անկեղծ ասած, բայց հուսամ դեռ առիթ ունենալու ենք խոսելու ազգային ցանցի գործունեությունը շատ ավելի բուրըն ակտիվ process-ի մեջ դնելուց հետո դեռ կհանդիպենք։ Անպայման։ Ես սպասելու եմ։ Հա, ես էլ սիրով։ Ես դες հիշեցնեմ, որ իմ հյուրներ Գայանե Մանուկյանը, Գայանեն ազգային ցանց մեդիա մշակութային հիմնադրամի տնօրենն է։ Իսկ ես Անի Զաքարյանն եմ, հայուհիմն։ Ձեզ լավ օր եմ մաղթում, կհանդիպենք։